Բարև ձեզ, եթերում բանաձև նախագիծն է։ Մեր նախագծի առաջիկա երկու թողարկումները նվիրված են ՄԱԿ-ին։ Անշուշտ գլխավոր պատճառը ՄԱԿ-ի շաբաթն է, երկրորդը այս ամիս Հայաստան այցելեցին կազմակերպության ամենաբարձրաստիճան երկու պաշտոնյաները։ Ինչպես հայտնի է, 2015-ը ՄԱԿ-ի համար առանձնահատուկ տարի է։ Ընդամենը մի քանի ամսից լրանում է հազարամյակի զարգացման 8 նպատակներին հասնելու վերջնաժամկետը։ Հազարամյակի հռչակագիրը դառնում է 15 տարեկան, աշխարհի ամենամեծ կազմակերպությունը պատրաստվում է ամփոփել արված աշխատանքը, բայց դեռ անորոշ է, թե ինչ է լինելու 2015-ից հետո։ Ինչ նպատակների է հասել ՄԱԿ-ը եւ որն է լինելու նրա նոր ճանապարհը։ Վերջերս Հայաստանում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Հելեն Կլարկը։ Աշխարհի ամենամեծ կազմակերպության ամենաբարձրաստիճան կին պաշտոնյան ամենտեղ առաջինն է։ Նա ՄԱԿ-ի զարգացման ծրագրի առաջին կին ղեկավարն է, մինչև այդ եղել է Նոր Զելանդիայի առաջին կին վարչապետը։ Հայաստանում Հելեն Կլարկին ոգևորել են հենց կանայք։ Համառոտ տեղեկանքից ու գովազդից հետո դիտեք Հելեն Կլարկի հետ մեր բացառիկ հարցազրույցը։ 2015-ը ՄԱԿ-ի համար առանձնահատուկ տարի է, ընդամենը մի քանի ամսից լրանում է հազարամյակի զարգացման 8 նպատակներին հասնելու վերջնաժամկետը։ Հազարամյակի հռչակագիրը դառնում է 15 տարեկան, աշխարհի ամենամեծ կազմակերպությունը պատրաստվում է ամփոփել արված աշխատանքը, բայց դեռ անորոշ է, թե ինչ է լինելու 2015-ից հետո։ Ինչ նպատակների է հասել ՄԱԿ-ը եւ որն է լինելու նոր ճանապարհը։ ՄԱԿ-ի նոր խնդիրների, բարի կամքի դեսպանների, դերասան Լեոնարդո Դիկապրիոյի եւ ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի գործունեության, ինչպես նաև Հայաստանում կազմակերպության աշխատանքի, անգամ երևանյան տրոլեյբուսների մասին պաշտոնյան խոսել է Արմյուզի հետ։ Միավորված ազգերի կազմակերպության գործունեության բանաձև։ Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, ինչպես գիտեք, Հայաստանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար տիկին Հելեն Կլարկը, եւ հենց հիմա բարձրաստիճան պաշտոնյայի հետ մենք կխոսենք Հայաստան-ՄԱԿ գործակցության, Հայաստանում ՄԱԿ իրականացնող ծրագրերի եւ աշխարհի ամենամեծ կազմակերպության առջեւ ծառացած մարտահրավերների մասին։ Good morning, Madam Clark. Բարև ձեզ, տիկին Կլարկ, բարի գալուստ Հայաստան։ What is the main objective of your Որն է ձեր այցի գլխավոր նպատակը։ Դուք հնարավորություն եք ունեցել հանդիպել ոչ միայն Հայաստանի քաղաքական ղեկավարության, այլև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Ինչ արդյունքներ տվեցին ձեր հանդիպումները։ Այցի գլխավոր նպատակն էր տեսնել, թե ինչ աշխատանք է տարել ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը այստեղ Հայաստանում։ Նպատակներից էր նաև այն մարդկանց հետ հանդիպելը, ում հետ աշխատում ենք, դրանք շատ տարբեր ոլորտներից են՝ կառավարության անդամներ, պաշտոնյաներ, նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հայաստանում հանդիպել եմ մարդկանց, որոնք տարբեր մակարդակներում են ներկայացնում հասարակությունը։ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը շուտով կավարտի հնգամյա ծրագիրը Հայաստանում։ Ինչպես եք գնահատում արդյունքները եւ ինչ է կազմակերպությունը պատրաստում հաջորդ 5 տարիների համար։ Կարծում եմ ծրագրերը լավ են ընթանում, կան որոշ հաջողված նախաձեռնություններ, որոնք ինձ հատկապես ոգևորում են։ Դրանցից մեկը կոչվում է «Կանայք տեղական ժողովրդավարության մեջ»։ Այստեղ ես հնարավորություն ունեցա հանդիպել կառավարման համակարգում աշխատող կանանց հետ։ Նրանցից ոմանք մասնակցել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ եւ Եվրամիության ֆինանսավորմամբ կազմակերպված միջոցառումներին։ Դրա նպատակը կանանց խրախուսելն է պետական աշխատանքի անցնելու համար։ Կանայք, որոնք անցել են այդ ծրագրով, ամբողջ աշխարհում հետագայում ներգրավվել են քաղաքական պայքարում, առաջադրել են թեկնածությունը տարբեր մակարդակների ընտրություններում, նրանց կեսից ավելին ընտրվել է։ Հայաստանի կառավարման համակարգում եւ խորհրդարանում կանայք քիչ են, նման ծրագրերը դրական են ազդում։ Հայաստանում հանդիպել եմ հենց այդ կանանց հետ, որոնք նոր դաշտ են ստեղծում, դառնում են պաշտոնյաներ։ Սա ինձ շատ հետաքրքրող հարցերից է։ Հասկանում եմ, թե ինչու է այդ հարցը ձեզ համար կարևոր։ Դուք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի առաջին կին ղեկավարն եք կազմակերպության գոյության 50 տարվա ընթացքում։ Ինչ եք կարծում, Հայաստանում կանայք որքանով են կարողանում արդյունավետ ներգրավել կառավարման համակարգում։ Նրանք ի վիճակի են հավասարեցնել պետական պաշտոններում տղամարդկանց եւ կանանց թիվը։ Հայաստանը, ինչպես շատ այլ երկրներ, չունի այսպես կոչված կանանց կրիտիկա
քրիտիկական զանգված խորհրդարանում եւ տեղական կառավարման համակարգերում, գործադիր իշխանության մեջ։ Իմ երկրում շատ ժամանակ պահանջվեց այդ քրիտիկական զանգվածը հավաքելու համար։ Երբ 1981 թվականին ես Նոր Զելանդիայի խորհրդարանում էի, կանանց թիվը շատ քիչ էր։ 1992-ին կանանց թիվը կրկնապատկվեց, դարձանք 4-ը։ Սա շատ քիչ էր։ Ես առաջին կինն եմ եղել Նոր Զելանդիայի պատմության մեջ, որն ընտրվել է կառավարության ղեկավար, վարչապետ։ Ու սա այն դեպքում, երբ կանայք Նոր Զելանդիայում ընտրելու իրավունք ստացել են ընդամենը 1893 թվականին։ Հայաստանի կանանց մասին կարող եմ ասել, որ նրանք շատ ուժեղ են։ Աշխատելով հայ կանանց հետ, մենք կարող ենք աջակցել, խրախուսել նրանց, զբաղեցնել ավելի բարձր պաշտոններ, ավելի բարձր մակարդակներում։ Ամենակարևոր հարցերից է, որ քաղաքական կուսակցությունները խրախուսեն կանանց, առաջադրեն ընտրություններում, աջակցեն նրանց քարոզարշավներին։ Վերադառնանք ՄԱԿ-ի զարգացման ծրագրին։ Կազմակերպությունը ստեղծվել է մոտ 50 տարի առաջ, ավելի ճիշտ 48։ Այս ընթացքում ակնհայտ է, որ գլխավոր մարտահրավերները պետք է որ փոխված լինեին։ Ինչ եք կարծում, որն է ամենակարևոր փոփոխությունը, ինչ նոր խնդիրների առաջ ենք կանգնելու մոտ ապագայում։ 2015-ը հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու վերջնաժամկետն է։ Ինչ է լինելու դրանից հետո։ ՄԱԿ-ը ձևավորվել է 1940-ականներին։ Գլխավոր նպատակներից էր երկարաժամկետ խաղաղության եւ անվտանգության հաստատումը, մարդու իրավունքների պաշտպանությունը։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նպատակները ձևավորվել են արդեն 50-ականներին, երբ կառույցը որպես խորհրդատվական մարմին էր։ Ինչ է փոխվել, նախ երկրները, որոնք գաղութացված էին, դարձան անկախ պետություններ։ Շատ երկրներ սարսափելի աղքատ էին, մի քանիսը մինչև այսօր էլ նույն վիճակում են։ Բայց համեմատած այն ժամանակների հետ, շատ երկրներ մեծ առաջընթաց են ապրել, մարդկանց կյանքի որակը բարձրացել է։ Մարտահրավերների մասով կարող եմ ասել, որ դրանք միայն ծայրահեղ աղքատության կրճատմանը չեն վերաբերում, երբ պետք է լուծել օրական $1.25 ցենտով ապրող մարդկանց խնդիրները։ Աշխարհում միջին եկամուտներ ունեցող երկրներ կան, ինչպիսին օրինակ Հայաստանն է, որի դեպքում մարտահրավերներն այլ են։ Մենք աշխատում ենք շատ տարբեր երկրների հետ, շատ աղքատ ու հակամարտություններով լի պետություններում, ինչպիսին Սոմալին է կամ Հարավային Սուդանը։ Իսկ միջին եկամուտ ունեցող Հայաստանում, որտեղ շատ դեպքերում մարդիկ ունեն կյանքի բարձր որակ, ի տարբերություն մյուս երկրների, դեռ շատ գործ կա անելու, կանանց նաև քաղաքացիական հասարակության, հասարակական գործընթացներում ներգրավելու համար։ Խնդիրներ կան նաև քիմիական թափոնների, անապատացման եւ բազմաթիվ այլ հարցերում։ Սրանք խնդիրներ են, որոնց վրա 50-ից 60-ականներին կենտրոնանալը ավելի դժվար էր։ Ընդհանրապես կարծիք կա, որ ՄԱԿ-ը այլևս ի վիճակի չէ լուծել գլոբալ խնդիրներ եւ չունի այն ուժը, որ կարողանա դիմակայել ժամանակակից մարտահրավերներին։ Ինչ եք կարծում, ինչ քայլեր պետք է անի աշխարհի ամենամեծ կազմակերպությունը ժամանակի հետ ավելի համահունչ լինելու եւ ի վերջո իր առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար։ Մենք չենք խոսում ՄԱԿ-ի, մենք խոսում ենք ՄԱԿ-ի միջոցով մարդկանց գործունեության մասին։ ՄԱԿ-ը կազմակերպություն է, բաղկացած է բազմաթիվ կառույցներից, քարտուղարությունից, գլխավոր քարտուղարի գրասենյակից, գլխավոր ասամբլեայից, անվտանգության խորհրդից, ՅՈՒՆԻՍԵՖ-ից, նույն զարգացման ծրագրից եւ այլն։ Բոլոր այս կառույցները ժամանակի հետ շատ էլ համահունչ են եւ իրենց աշխատանքում մասնագիտական բարձր որակ ունեն։ ՄԱԿ-ը խորհրդարանի պես է, բաղկացած է անդամ երկրներից, ունի գործադիր մարմին, այսպես ասած անվտանգության խորհուրդ, որն ունի 5 մշտական անդամ, եւ դա այդպես է դեռ 1945 թվականից, եւ դա բոլորովին չի արտացոլում մեր ժամանակների աշխարհաքաղաքական իրականությունը։ Գլխավոր քաղաքական հարցերը քննարկվում են անվտանգության խորհրդում, որտեղ երկրները համաձայնության կարող են գալ կամ չգալ։ Սիրիան այս առումով լավ օրինակ է։ ՄԱԿ-ը որպես կազմակերպություն խաղաղության եւ անվտանգության ապահովման դեր է խաղում։ Այն պետք է իրականացնի նաեւ հումանիտար առաքելություն, զարգացման ծրագրեր, բայց մենք չենք կարող դա անել այն վայրերում, որտեղ պայմաններ չկան։
Շատ տեղերում իրավիճակը կարգավորելու, խաղաղ բնակիչների սպանություններին վերջ տալու համար անհրաժեշտ է քաղաքական լուծում։ Շատ երկրներում ՄԱԿ-ը ասոցացվում է գլխավոր ասամբլեայի կամ անվտանգության խորհրդի հետ, մինչդեռ ՄԱԿ-ի ամենակարևոր աշխատանքը երբեմն դուրս է քաղաքական օրակարգից։ Օրինակ, նույն զարգացման ծրագիրը շատ դեպքերում իրականացնում է ամենակարևոր առաքելությունները։ Ինչ քայլեր է ձեռնարկում ձեր ղեկավարած կառույցը շարքային քաղաքացուն ցույց տալու համար, որ ՄԱԿ-ը միայն աշխարհաքաղաքական հարցերի հետ չի առնչվում։ Council and General Assembly. So what are the steps here? Well, what I say is that almost always a problem Գրեթե միշտ խնդիրներ են առաջանում անվտանգության խորհրդում, բայց խնդիրներ չեն լինում, երբ խոսքը զարգացման ծրագրերի մասին է։ ՄԱԿ-ի զարգացման համակարգում մենք աշխատում ենք, զարգացնում ենք երկրները, աշխատում ենք լուծել մարտահրավերները նաև այնպիսի երկրներում, ինչպիսին է Սիրիան, որն այսօր չափազանց վնասված է։ Of order of such a dimension like the Syria one that it causes enormous damage. Madam Clerk, there are plenty of these. Այսօր աշխարհում շատ են քննարկումներ ու պնդումները, որ մեզ հարկավոր է ավելի կանաչ մոլորակ, էկոլոգիապես ավելի անվտանգ քաղաքականություն եւ տնտեսություն։ Ինչ եք կարծում, որոնք են այսօր այդ նպատակին հասնելու գլխավոր խոչընդոտները եւ որն է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի դերը այդ նպատակին հասնելու համար։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համար առաջնային հարցերից է կանաչ տնտեսությունն ու էկոլոգիապես անվտանգ հասարակությունը։ Առանց դրա մենք կտեսնենք զարգացման շարունակականություն անարդյունավետ ելքով։ Եթե ջուրը, կլիման վատ վիճակում են եւ անապահով, ապա զարգացման ծրագրերի արդյունավետությունը էապես տուժում է։ Այդ հարցերն առաջանում են կլիմայական խնդիրների պատճառով, ստիպում են երկրներին աշխատել ջրի պակասի, անապատացման եւ այլ խնդիրներ լուծելու համար, ինչն իր հետևից անընդհատ բերում է նորանոր խոչընդոտներ։ Կառավարությունները սկսում են լուծել շրջակա միջավայրին հասցված վնասների հետևանքով առաջացած խնդիրները, կորցնում են ժամանակ եւ ռեսուրսներ։ Մենք շատ ենք աշխատում կայուն մարդկային զարգացման ուղղությամբ, երբ նայում ենք, թե ինչ է հնարավոր անել, տեսնում ենք երկրների մի ամբողջ ցանկ, որտեղ այս ուղղությամբ արդյունավետ աշխատանք է տարվում։ Օրինակ Եթովպիան, որտեղ մարդիկ շատ աղքատ են, բայց տնտեսությունը զարգացնում են էկոլոգիական նորմերը չխախտելու սկզբունքով։ Փիլիսոփայությունը հետևյալն է. այո, մենք ցանկանում ենք արագ բարձրացնել մարդկանց կյանքի որակը, բայց ոչ էկոհամակարգի հաշվին, քանի որ դա կհանգեցնի նոր խնդիրների, եւ դա հնարավոր է անել։ Յուրաքանչյուր երկրում ես հարց եմ տալիս. տեսեք ինչպես եք զարգացնում ձեր էներգետիկ համակարգը, ինչպիսին է ձեր էներգաքաղաքականությունը, կարող եք շատ բան անել։ Գեղեցիկ եւ արևոտ երկրում, ինչպիսին Հայաստանն է, հնարավոր է արևային էներգիա արտադրել, որքանով է հնարավոր ավելի շատ ներդրումներ անել այս ոլորտում։ Տեսեք ձեր քաղաքների կյանքը։ Ես Երևանում տեսա չափազանց շատ տրոլեյբուսներ, ոչ միտեղ այսքան տրոլեյբուս չէի տեսել։ Սա շատ կարևոր գործոն է մեծ քաղաքներում։ Այս հարցում ինչ եք կարծում, որքանով կարող է արդյունավետ լինել Լեոնարդո Դիկապրիոն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնի դերասանին նշանակել է ՄԱԿ-ի բանագնաց խաղաղության եւ կլիմայական փոփոխության հարցերով։ Նման հանրահայտ մարդկանց ներգրավելը որքանով է օգնում հասնել այդ նպատակին։ Հոլիվուդյան աստղերը, աշխարհահռչակ ֆուտբոլիստները, բոլորին հայտնի մարզիկները իհարկե ՄԱԿ-ում կարևոր դեր են խաղում։ Նրանք խոսում են մարդկանց հետ, աջակցում են նրանց եւ առաջ են մղում մեր ծրագրերը։ Օրինակ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակում նման գործունեությամբ են զբաղված աշխարհահռչակ ֆուտբոլիստներ Զիդանը եւ Դրոգբան, հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովան։ Տեսեք, թե ինչ են նրանք անում զարգացման ծրագրերի համար։ Մարդիկ մեկը մյուսին փոխանցում են, ասում են, տեսեք, սա Մարիա Շարապովան է, այս ինչ է անում, ինչ է ասում, եւ մարդիկ ավելի են հետաքրքրվում զարգացման ծրագրերով։ Մենք ամեն կերպ աջակցում ենք նրանց, լուրջ նախաձեռնություն ունենք կլիմայական փոփոխության ոլորտում։ Կլիմայի մասին նոր համաձայնագիր ենք պատրաստում։ Այն լինելու է չափազանց հավակնոտ մի պայմանագիր։ Գլոբալ տաքացումը շատ վատ հետևանքներ ունի մեր օրերում։
Madam Clark, my last question, this is your, as I know, this is your first. Սա ձեր առաջին այցն է Հայաստան։ Ինչ եք հասցրել տեսնել այս 1.5 օրվա ընթացքում։ Did you see here for 1 or 2 days? Հասկանալի է, որ դա շատ քիչ է երկիրը ճանաչելու համար, բայց ինչ տպավորություններ ունեք, ինչպես կբնութագրեք մեր երկիրը։ 3 adjectives you can say that describes Armenia. Well, I'll be here for the best part of 3 days. I can see I need to Այստեղ եմ 2-3 օր։ Կարծում եմ պետք է վերադառնամ առնվազն 2 շաբաթով, որ տեսնեմ վանական հին համալիրները եւ ձեր երկրի հիանալի այլ վայրերը։ This is a country with a very ancient human history. Սա շատ հին երկիր է, ունի մարդկության երկար պատմություն։ Սա առաջին երևույթն էր, որ ինձ տպավորեց։ Գիտեք, ես եկել եմ այնպիսի երկրից, որը մեր մոլորակի վերջին բացահայտված ցամաքային տարածքներից է։ Such antiquity in their culture, heritage, religion. I think the key thing now is the Իսկ հայերը շատ հին մշակույթ եւ կրոնի պատմություն ունեն։ past must rest a great vision for the future. And some of the work that excites me most here Բացի այդ, ինձ շատ տպավորեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մարդկանց ներգրավվածության մակարդակը, որի միջոցով հասարակական եւ սոցիալական հարցերում մարդիկ շատ ակտիվ ներգրավվածություն ունեն։ Ներկա են բոլոր հարցերում, քննարկում են ինչպիսի երկիր եւ մեծ հաշվով ինչպիսի աշխարհ են ցանկանում տեսնել 2015-ից։ Այսինքն հազարամյակի մարտահրավերների նպատակների վերջնաժամկետից հետո։ Երիտասարդները ձեր երկրում իրենց ապագայի վերաբերյալ շատ ակտիվ են արտահայտում իրենց դիրքորոշումը։ Հայաստանը միջին եկամուտների երկիր է։ Այստեղ շատ գումար մուտք չի գործում, բայց զարգացումը նաև ընթանում է գաղափարների միջոցով, դրանց տարածմամբ։ Հայաստանը մեծ փորձ ունի տարբեր ոլորտներում, եւ այդ գիտելիքները կարող են փոխանցել մյուսներին։ Մենք աշխատում ենք աղետների եւ ռիսկերի կանխարգելման ուղղությամբ, օրինակ երկրաշարժերի հարցով։ Դուք այս ոլորտում դառը փորձ ունեք։ Իրականում այդ փորձը հսկայական է։ Դուք դա կարող եք տարածել այլ երկրներում եւ տարածաշրջաններում։ Զարգացումը մեծ գործընթաց է։ Ենթադրում է կառավարությունների եւ շարքային քաղաքացիների միջև փորձի փոխանակում։ Իդեպ շատ գաղափարներ ծնվում են հենց այստեղ Հայաստանում։ Անհրաժեշտ է ապահովել դրանց տարածման մեխանիզմները, որպեսզի այն փորձն ու օգտակար գիտելիքները, որոնք կան այստեղ, տարածվեն նաև այլ վայրերում, եւ այդ գործընթացը լինի շարունակական եւ փոխադարձ։ Տիկին Կլարկ, շնորհակալություն հարցազրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, մենք զրուցում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Տիկին Հելեն Կլարկի հետ։ Շնորհակալություն ուշադրության համար եւ ցտեսություն։ Ու դեռ ամենը չէ հաջորդ թողարկմանը ՄԱԿ-ի թվով 3-րդ ամենաբարձրաստիճան պաշտոնյան բացառիկ հարցազրույցով միայն Բանաձևի համար։ Հետևեք մեր թողարկումներին։